ողջ համացանցում վայնասուն է, որ Նիկոլը գնացել է Հռոմի Պապի ձեռքերն է համբերում, այնտեղ կաթոլիկություն է ընդունում, նախ ոչ մի փաստ եթե կունեք ներկայացրեք, բայց որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ռուսաստանի պատրիարք Կիրիլի զանգուլակներն է զրնգացնում, դա օքեյ նորմա, այդ որ նախկին Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան գնացել են Հռոմի Պապերի էլի զանգուլակներն են զրնգացրել կամ ռուս պատրիարքներին Կիրիլին ու այդ Ալեքսանդրի զանգուլակներն են զրնգացրել եկել, դա օքեյ նորմալ է, բայց Հռոմի Պապին Նիկոլը Հռոմի Պապին է ընդունում, կաթոլիկություն է ընդունել, հասկանում եք, կաթոլիկություն է ընդունել, եկեղեցու դեմ քայլեր է անում։ Նիկոլայս ընդամենը մի 10 օր առաջ չէր Միջին Ասիայի գնացել Հապթի Եվրազեսի գագաթնաժողովին, այդ ժողովից հետո մահմեդականների գագաթնաժողովին է մասնակցել, դա օքեյ նորմալ է, բան չունեք ասելու, այ վայնասուն բարձրացնողներ, դրանից հետո այդ մահմեդականների ժողովներին մասնակցելուց հետո մասնակցել է թուրքական աշխարհի, թուրքական ժողովուրդների գագաթնաժողովին։ Այդ կարեք ինձ բացատրեք, թե այնտեղ Պուտինն է եղել, ամեն ինչ օքեյ է, ռուս պատրիարքին զանգուլակները զրնգացնել ամեն ինչ օքեյ է, բնական է, դա լինի, բայց Նիկոլը Հռոմի Պապին է ձեռք տվել, ոնց կլինի, կաթոլիկություն է ընդունում, եկեղեցու հանդեպ է ոտնձգություններ իրականացնում, եկեղեցին ռուսներուն, ռուս բոլշևիկները մեր բոլորի ազգային մշակութային պապենական արժեքները օկուպացրել են, բռնագրաձել են ու մենք հետ պիտի բերենք, ճիշտ է օկուպացիոն մեծ կառավարությունը ու եկեղեցին հայ ազգի հետ կապ չունի, բայց դա չի նշանակում, որ այտենց աբսուրդ բաներ պիտի ներկայացնենք։ Նիկոլը գնացել է միջինասիական մահմեդականների գագաթնաժողովին է մասնակցել, դե որտեղ Պուտինն էլ է մասնակցում։ Նիկոլը թուրքական աշխարհի գագաթնաժողովին է մասնակցել այդ շրջանակում, դա նորմալ է, իսկ Հռոմի Պապի ձեռքը համբերելը նորմալ է, այնտեղ Կիրիլի զանգուլակները զրնգացնելը նորմալ, օքեյ է, իսկ բանը Պուտինինը էլի նորմալ, բայց Հռոմի Պապին է ձեռք տվել, եկեղեցու հանդեպ է ոտնձգություններ իրականացնում։ Մի խոսքով